Պարոն Սիմոնյան, բարև ձեզ, մի քանի Կառավարության ծրագրում նշված էր, որ Ախուրիկից դուրս են եկել սահմանապահները ռուս, բայց այնտեղ ֆիքսվել է, որ շարունակում են մնալ ռուս սահմանապահները։ Կպարզաբանեք 2026 թվականի սկզբից Ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այսինքն բացարձակ ոչ մի ռուս հիմա այնտեղ չկա, հունվարի 1-ից Խոսքը անցման կետի մասին է, անցման կետում ոչ։ Պարոն Սիմոնյան, դուք հանդիպում եք անհետ կորածների ծնողների հետ ինչու չեք հանդիպում։ Երբ է եղել վերջին անգամ հանդիպում։ Վերջի անգամ չեմ հիշի, բայց բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև այդ հանձնաժողովի աշխատանքային կանոնագրքում նախատեսված է, որ տարվա մեջ առնվազն 2 անգամ նիստ պետք է լինի եւ դրանք պատշաճ են։ Ադրբեջանիցում հետ եք, Ադրբեջան ներողություն էլի։ Հայաստանում հոգեվորականները գործակալներ են։ Դուք պետք է հաշվետու չլինեք հանրությանը։ Հատուկ ծառայությունները հաշվետվություն չէ, ասում Okay, ասուլիս չեմ, հանգիստ, լավ։ Վարչապետի հիմնավոր, որ կաթողիկոսը եւ մյուս հոգեվորականները գործակալական ցանցերի հետ կապ ունեն։ Երրորդ երկրների։ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը սովետական միության KGB-ի գործակալ է եղել եւ այդ փաստը ԱԱՑ-ն Գարեկին երկրորդը, իսկ Գարեկին երկրորդը նայել է կապ ունի։ Պարոն Սիմոնյան, ասացի ինչ որ ասացի։ Պարոն Սիմոնյան, ներողություն, դուք քաղաքական գործիչ չեք, դուք ինչպես եք Կտրիչ Ներսիսյան ձևակերպումը օգտագործում։ Այնպես ինչպես օգտագործեցի։ Այսինքն դուք եք միացել այս բարենորոգ։ Դու կանաչի չեք ստացվում։ Սպասի, հովոջ։ Պարոն Սիմոնյան, դուք եք միացել Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարեփոխելու այդ ծրագրին, որ Կտրիչ Ներսիսյան ձևակերպում եք։ Մի րոպե։ Դուք քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեք, այո։ Դու բայց ինչ շնորհակալություն արի։ Պարոն Սիմոնյան, դուք չեք կարծում, որ ԱԱՑ-ի տեսանկյունից դա խնդրահարույց է, երբ որ դուք կաթողիկոսին այդ կերպ եք։ Ոչ չեմ կարծում։ Ինչու չեք կարծում, ինչպես է ԱԱՑ տնօրենը կաթողիկոսի։ Տեսա, ոնց է։